Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ, սկզբի համար կխնդրեմ դրանց ձեր լայքերը գրանցվեք իմ ալիքին, քանի որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Նայեք ժողովուրդ ջան, երևի բոլորդ արդեն լսել եք Վարդան Ղուկասյանի կոչը, բայց մինչև Վարդան Ղուկասյանի կոչը մեկնաբանել է, ես կուզենամ ամփոփել, թե ես ինչ եմ արել մինչև այս։ Իսկ ես ուզում եմ հիշեցնել, որ երբ որ կար ինֆորմացիայի պակաս, իսկ համացանցում պտտվում էր միայն լկտի սուտեր, թե Վարդան Ղուկասյանին գողացել են, ծեծել են, սպանել են, հիվանդա։ Ես կազմակերպեցի իմ եթերով մի փոքրիկ հետաքննություն, որտեղ օգտագործեցի իմ մասնագիտական հնարքներից մեկը եւ բացառեցի բոլոր այդ տարբերակները, բոլոր այդ ստերը եւ առաջ քաշեցի երկու տարբերակ։ Մեկը, որ Վարդան Ղուկասյանը կալանավորված է, որի պարզելը շատ հեշտ է, երկրորդը, որ Վարդան Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնացել եւ համապատասխան մարմինները չեզոքացրել են Տումսոյի օրինակով, հիշում եք, չէ՞ ժողովուրդ ջան, որ ովքեր որ չեն տեսել, մի հատ փոքրիկ հիշացում, մեկ վարքյան այս հաղորդման մասին է խոսքը եւ ես տեղ ասեցի, եթե դուք ուզում եք Վարդան Ղուկասյանի այս երկու տարբերակից իմանալ ճիշտը որն, ընդամենը պետք է գնալ եւ ոստիկանություն եւ դիմում գրել, որ Վարդան Ղուկասյանը չկա։ Այդ դեպքում ոստիկանությունը, ես նորից կրկնում եմ, իրավունք չունի ձեզի պատասխան չտալու, որտեվ հանկարծ եթե ոստիկանությունը ձեզի պատասխան չտա, ինքը պարտավոր է հետախուզում հայտարարել։ Իսկ եթե մարդը ձերբակալված է, ինքը չի կարա հետախուզում հայտարարի։ Հասկանում եք, չէ՞։ Իմ ասած այդ ժամանակ էդ էր։ Այսինքն, եթե ձերբակալված է, իրանք հրաժարվեին հետախուզում հայտարարելուց եւ միայն արդեն դրանից པարզ կլներ, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալված է։ Եվ ստե ոչ մի թաքուն բան չկար ու չերել կարա լիներ։ Ով էր կասի թաքուն էր, գլուխը պատին ա տվել, ոչ մի թաքուն բան չերե կարա լիներ։ Ոնց պարզվավ, հենց այդ նույն տարբերակով այդ իմ կոչից հետո հետքը առաջ ընկավ կամ լավ էլ արեց, ինչ որ մեղադրելու բան չի, եւ հարցում տալով պարզեց, որ Վարդան Ղուկասյանը իրոք ձերբակալված է։ Մի հատ ես իմ ելույթից մի հատ հիշացնեմ, ենթադրություն, մեզի մնում ընդամենը երկու տարբերակ։ Մեկ, Վարդան Ղուկասյանը ձերբակալված է, բայց եթե ձերբակալված է, շուտ շուտվանից կարայիք իմանալի, որ ձերբակալված է։ Իմ ասած, գոնե իմ ասած տարբերակով, կամ Վարդան Ղուկասյանի, չգիտեմ, փաստաբանները հանգիստ կարան իմանան, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալված է։ Այդ ինչ մի բան եք սարքել, ինչ մի դժվար է իմանալ մարդը ձերբակալված է, թե չէ։ Հարգելին է, դա ոչ Ռուսաստան է, ոչ Բելարուս է, դա Ամերիկա է։ Հասկանում եք։ Արժեքները ուրիշ են։ Այս ես էի պնդում, որ գնացեք դիմեք ոստիկանություն եւ դուք պատասխանը կստանաք։ Չի կարա մարդը անհայտանա Միացյալ Նահանգներում։ Հասկանում եք, ու ասեք մենք իր մասին տեղեկություն չունենք։ Ես այ դրա մասին եմ ասում։ Ոչ եմ, մի խոսքով ժողովուրդ ջան, ասածս ինչ է, որ տենց էլ եղավ։ Վարդան Ղուկասյանը ձերբակալված էր։ Եվ Վարդան Ղուկասյանին հայտնաբերելը շատ հեշտ էր, բայց ինչ պատճառներով չգիտեմ, ինչի, որի պատասխանը մենք հետո կստանանք, իհարկե անպայման, ինչպես ես միշտ խոսք եմ տվել, իսկ ես իմ խոսքի տերն եմ անպայման, մենք այդ հարցի պատասխանը կստանանք, թե ինչու չէին ասում, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալված է։ Էդի մեկ։ Դրանից հետո ինչ կատարվեց ժողովուրդ ջան, դե հետքը գնաց պարզեց, ես էլ արդեն հետքի այդ պարզելուց հետո, այդ տվյալները վերցնելուց հետո պարզեցի, որ Վարդան Յուրի Ղուկասյանը գտնվում է Հենդերսոն կալանավայրում եւ ձեզի ցույց տվեցի Հենդերսոն կալանավայրը, էսա ժողովուրդ ջան, ահա, էս էլ Հենդերսոն կալանավայրը։ Այստեղ ես ձեզի ցույց տվեցի, այդ կալանավայրն է։ Այստեղ են պահում էմիգրանտներին, այսինքն ովքեր որ անլեգալ են, համ էլ պահում են այնպիսի մարդկանց, ովքեր որ թեթև բան են կատարել, հանցագործություն են կատարել։ Ժողովուրդ ջան, եթե գաս այստեղ, այս կողքը, բախտս բերել է, որտեղ մի խոսքով ժողովուրդ, հա, էս էլ է, կամ անգլերեն անդե գրած, համ իսպաներեն, ես անգլերեն չեմ հասկանում, բայց իսպաներեն հասկանում եմ ժողովուրդ ջան։ Եվ որ պատերին մի խոսքով գրած էր ժողովուրդ ջան, որ գիտեք ինչ կա, դրսից ներս մարդկանց հետ չխոսանք։ Այսինքն սա այնպիսի մի ձերբակալվածների վայր է, որ այդ ձև փակ տեղ չի, այսինքն վախտ ա եղել, ես ինադու էի ցույց տալի։ Վախտ ա եղել, որ մարդիկ կարացել են կալանավայրի մարդկանց հետ, կալանավորված մարդկանց հետ խոսան, այսինքն էդի այս խստությամբ պավող վայր չի,
ժողովուրդ ջան, դե պատերի վրա գրած ա եղել, որ գիտեք ինչ կա, ով որ չի նայ վիդեոն, թող նայի, որ չի երկարաձգեմ, լրիվ սուշ չեմ տա, որ գիտեք ինչ կա, չի կարելի մի խոսացեք, թե չէ պատասխանատվություն կընթարկվեք։ Սա սենց ժողովուրդ ջան։ Սրանից հետո քանի որ շարունակվում էր ինֆորմացիոն վակուումը եւ շարունակվում էր խոսքեր գնալ, որ Վարդան Ղուկասյանի հետ կապ չկա, ես մեր հենց այդ վիդեոից էլ, տո դրանից էլ առաջ էր, դուք շատ լավ գիտեք, որ ես միշտ ասել եմ, դա սուտ է, չի կարա Վարդան Ղուկասյանի հետ կապ չունենա, որտեվ անգամ մարդասպանների ու մանյակների հետ կապ կա, ոնց կարող է մի մարդու մեղքը, որը դատարանով ապացուցված չի, այնքան որ ձերբակալված է, հասկանաք, բայց հələ ապացուցված չի, չէ՞ իր մեղքը, ոնց կարող է իր հետ կապ չլինի։ Այսինչ Սանտա Բարբարայի կինոնն եք մեր գլխին բերում, հիշում եք, չէ՞, ես իմ խոսքերի տերն եմ, ինչ ասել եմ, միջև հմիլ նույնը ասում եմ, ու ասելու եմ։ Եվ միշտ պնդել են, որ Վարդան Ղուկասյանի հետ կապ կա, բայց չգիտես ինչու նորից մեզ չեն հայտնում։ Սա եղել է իմ աշխատանքը, ես միշտ ելել եմ եւ որտեվ իմ նպատակն ա եղել ոչ թե ինչ-որ մարդկանց վրա կեղծ շպրտել կամ չգիտեմ քննադատել, չհագուչել, այ իմ նպատակն ա եղել երկու բան։ Մեկը հանուն արդարության Վարդան Ղուկասյանը պետք է լինի ազատության մեջ, որտեվ իր դեմ շինված ստեղծված գործերը սաղ շինծու են, երկրորդը ժողովուրդը խաղալիք չի եւ ժողովրդին պետք է իրական ինֆորմացիա տրամադրվի, իրական եւ կոնկրետ եւ պետք չի մեր գլխին Սանտա Բարբարա կինոն խաղալ։ Մենք ոչ լուսնից ենք իջե, ոչ էլ դեբիլ ենք։ Սա ամեն ինչից շատ լավ տեղյակ ենք։ Դե մի արի ու բացատրի։ Իդքան շատ ժամանակ անցնելով դրանից հետո որ ես տես կռիվ անելով սենց համացանցով կռիվ անելով նկատի ունեմ բողոքելով ուրիշ բան չմտածեք բողոքելով որ այդպիսի բան չկա որ Վարդան Ղուկասյանը չգիտեմ ընդ է մեկուսացված է 100%-անոց ժամանակն եկա որ արդեն հեն որ ասում է համբերության բաժակս իմ լցվեց եւ ես ստիպված եղա բացահայտել այն տարբերակը, որով որ կարելի է զրուցել Վարդան Ղուկասյանի հետ։ Եվ սա ինչ որ ինտերնետից հանած տարբերակ չէր, գիտեք ինչ կա ժողովուրդ ջան, ինչ որ մեկը ինձ ինձ հավայի չէր ասեի ու ես նենց վեկալ է ասել էի, «Էս հրանով վեկալ եք եւ զանգեք Վարդան Ղուկասյանին»։ Չնայած ես այնտեղ նշել էի, որ դուք մի զանգեք, թողնես մարդ զանգի, որ ճանաչում է։ Բայց հեսա կանրադառնանք։ Ես անձամբ այս հավելվածով թե խոսակցություն եմ լսել, ես համոզվել եմ, որ անձամբ Վարդան Ղուկասյանը այդ հավելվածով կարում է խոսա եւ այլն, լավ, էլ չխորանանք։ Բայց դե իհարկե ինչ պատճառներով ես դու բոլորը չեմ կարած հրապարակեմ։ Ես էլ իմ կարմիր գծերն ունեմ։ Մի խոսքով ես որոշեցի, հանեցի վիդեո, ձեզ էլ ժողովուրդ ջան, խնդրեցի, որ այս հավելվածը տակ Վարդան Հակոբյանին, քանի որ այս հավելվածը օգտագործելու համար պետք էր ամերիկյան փաստաթղթեր ժողովուրդ ջան եւ այնպիսի մարդ որին որ Վարդան Ղուկասյանը չի մերժի խոսալ հիմի ինչքան նորմալ կլներ որ ես ինչ ձևերով կարողանայի գրանցվեի այդ հավելվածին չնայած չունենալով ամերիկյան փաստաթղթեր եւ զանգեի մի մարդու որը որ ինձ չի ճանաչում այդ մարդը կալանավորված է Ինչքան է նորմալ, որ այդ մարդը վեկալ էր ասել արո ես խես ընձի զանգեցի, ընդհանրապես պետք է մերժեր։ Իսկ զանգն էլ ճիշտ է, թանկ չի, բայց անվճար էլ չի։ Անդե 20 րոպեն $10 է, տոլի $20, հիմի լավ կապ չունի, ժողովուրդ ջան։ Եվ այս վիդեոն է, ահա, տեսեք։ Ես այս վիդեոյով, այս հավելվածով դիմեցի ձեզի, որ դուք էլ ձեր հերթին փոխանցեք Վարդան Հակոբյանին։ Դից ճանաչում, հենց Վարդան Հակոբյանը կարող է անի սա։ Խնդրեմ Վարդան Հակոբյանին ուղարկել եւ քանի որ ինքը հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներում է ապրում, ընդ կարծեմ մի քանի դոկումենտ կա, որ պետքա տեղադրի ամերիկական, ընդ շատ են օգտագործում այդ ավտոյի պրավան, թույլատրությունը ավտո քշելու ժողովուրդ ջան։ Հետի ոնց որ դոկումենտի տեղ աշխատում է։ Եվ էլի մի երկու բան եւ գրանցվի փորձ կատարելով զրուցել անձամբ Վարդան Ղուկասյանի հետ Այս հավելվածի միջոցով ընդամենը $10 պետք է մուծում կատարի։ Պարոն Վարդան Հակոբյան, եթե այս վիդեոն հասնի ձեզ, իսկ ես խնդրեմ իմ հետևորդներին այս վիդեոն ձեզի ուղարկեն։ Եթե հասնի ձեզ, խնդրում եմ ճշտել, փորձել այս մեթոդով կապնվել Վարդան Ղուկասյանի հետ եւ ինքներդ զրուցել Վարդան Ղուկասյանի հետ եւ ներկայացնել իրավիճակը դրսում թե ինչ է կատարվում, ոնց է կատարվում եւ ինչպես մի խոսքով հասկացաք չէ ժողովուրդ ջան ես դիմեցի
Վարդան Հակոբյանին եւ դիմեցի իմ հետևորդներին եւ այդ պահին դիտող մարդկանց, որ այս տեղեկությունը փոխանցեն Վարդան Հակոբյանին։ Քանի որ դրանից հետո էլ արդեն սկսեցին համեմատել Վարդան Ղուկասյանի եւ Ռուբեն Վարդանյանին, բայց մեկ Ադրբեջանում էր նստած, իսկ մյուսը դեմոկրատ երկրում, որտեղ երբեք ինֆորմացիայի պակաս չի եղել ու չի կարա լինի։ Ես սա ուզում եմ կոնկրետ ուղիղ ասել, որ ոչ մեկ Ամերիկայի Միացյալ Նահանգներին չմեղադրի Վարդան Ղուկասյանին թաքցնելու մեջ։ Իրանք երբեք չեն թաքցրել։ Երբեք։ Դիմեցինք, արձագանքեց ձեր շնորհիվ իհարկե, սիրելի ժողովուրդ, արձագանքեց Վարդան Հակոբյանը։ Դիտենք։ Ողջույն բարեկամներ, ես տեսա ձեր ուղարկած նամակները այդ վիդեոյով, որտեղ Լենդրուշ Մոսկալյան հակապցեմ։ Լենդրուշ, ոնց որ Մոսկալյան անունով գնում երիտասարդն ինձ կոչ էր անում, ինչ որ էփից օգտվել, ինչ որ կայքով ձև կա Վարդան Ղուկասյանի հետ զրուցելու եւ նրա մասին ինֆորմացիա ունենալու համար։ Ինչ ասեմ, ես գրանցվեցի, անկեղծ ասած այդ կայքին։ Մի խոսքով, էս էլ հիշեցինք։ Վարդան Հակոբյանը գրանցվում է, այնտեղ սպասում է պատասխանին, հիշեցնեմ, որ պետք է 48 ժամ անցներ։ Մի ժամանակ անցավ, ժողովուրդ ջան, էլի ինֆորմացիայի միշտ պակաս է եղել, ես այդ ժամանակահատվածում նորից իհարկե վիդեոներ եմ ունեցել, նորից կրկնել եմ, որ ինչու կա ինֆորմացիայի պակաս, եթե Վարդան Ղուկասյանի հետ կարելի է զրուցել, ինչու եք նենց անում, որ Ադրբեջանին համեմատեն, չգիտեմ, Ամերիկայի հետ, վերջով մի մեզի թշնամացրեք Ամերիկայի հետ, որտեվ Հայաստանի գլխին տեղով լիքը փորձան կա, մի հատ էլ մնում է Ամերիկան մեր վրա թաթաթա ու վերջ։ Եվ անցավ, չգիտեմ, ինչքան 9 օր, 10 օր, վերջապես Վարդան Հակոբյանը կարողացավ զրույց անել Վարդան Ղուկասյանի հետ, հանուն արդարության ուզում եմ ասեմ, ես չգիտեմ անձամբ հենց այս ափով արես, թե մի ուրիշ ափով արես, բայց այստեղ իմաստը չի փոխվում։ Իմաստը այն էր, որ ես ապացուցեցի, որ Վարդան Ղուկասյանի հետ կապ կա եւ անգամ ձեր տնից նստած, այձև ձեր տնից նստած դուք կարող եք գրանցվել, իհարկե Վարդան Ղուկասյանի ցանկությամբ, եթե ինքը ցանկանա, դուք ձեր տնից խոսակ Վարդան Ղուկասյանի հետ, անգամ ընդհանրապես պետք չի գնալ հասնել ընդ։ Եվ սա էլ ձեզի ապացույց։ Սկզբից դնեմ։ Ողջույն բարեկամներ, ինչպես խոստացել էի, այսօր կմիանանք Վարդան Ղուկասյանի հետ, ավելի ճիշտ է արդեն միացել եմ, ձայնագրել եմ եւ քանի որ կապը լավը չէր, խոսակցությունը ստացվեց միակողմանի, ոչ թե հարց ու պատասխան։ Այնպես որ ամբողջ ընթացքում խոսել է Վարդան Ղուկասյանը, հիմա լսենք իրեն։ Ուշադրություն, անգամ վիդեո կապի մասին է խոսքը, ոչ թե միայն հեռախոսազրույց, այլ վիդեո կապի, անգամ իրար կարողանում եք տեսնել։ Տեսակ չէ, ձեր աչքով, ցավոք սրտի տեխնիկական մի փոքր խնդիր ա եղել, Վարդան Հակոբյանի ձենը լավ չի ասել, բայց գոնե առիթից օգտվելով Վարդան Ղուկասյանը կարողացել է կոչով դիմել իր համակիրներին, իր ժողովրդին։ Հիմա, միջև կոչին անցնելը ժողովուրդ ջան, ինչ էր իմ ասածը, ինչ է ես անում, ինչ է ամփոփում։ Ես ուզում եի իրականությունը ցույց տալ, որ ես այս սկզբից ինչ որ արել եմ, ժամանակը ցույց տվեց, որ իրոք ճիշտ եմ արել եւ ոչ մի սխալ բան թույլ ինձի չեմ տվել։ Ճիշտ է, անսխալական մարդ չկա, բայց ես ինձի սխալ բան թույլ չեմ տվել։ Ինչը որ ասել եմ, ճիշտ ա եղել։ Իրականություն ա եղել։ Թե զանգի համար, թե այդ մեկուսացման համար, թե որ արհեստականորեն այն ինֆորմացիան վակուումային պայմաններ ստեղծված, այդ ամենը ճիշտ էր։ Ինչ որ տեսակ Վարդան Ղուկասյանի հետ կարելի է նստել, տնից զրուցել։ Անկամ պետք չի գնալ։ Ինչ վերաբերվում է ժողովուրդ ջան, Վարդան Ղուկասյանի կոչին։ Ես ինչ կարող եմ ասել, ժողովուրդ ջան, քանի որ Վարդան Ղուկասյանը իր կոչի մեջ ես շատ լավ, ես sense հասկացա գոնե, որ այդ հարցերով պետք է զբաղվի Վարդան Ղուկասյանի թիմակիցները, կուսակցականները, իրան
ինքը իրան հավատացող այսպեսի ասած լրագրողները եւ այլն։ Դե ինչ է մնում ինձի այսքանից հետո։ Ինձի մնում է որպես բլոգեր հետևեմ իրադարձություններին եւ տամ իմ մեկնաբանությունը։ Այսքանից ավել ես էլ բան չեմ կարող անել։ Քանի որ իմ պայքարը եղել է երկու բանի համար, մեկը Վարդան Ղուկասյանի արդարացումը, քանի որ անարդար է իրար դեմ արված, ոչ թե ես նորից կրկնում եմ, ես Վարդան Ղուկասյանի աջակիցը չեմ, այ ես հանուն արդարության եմ, չէ՞, պայքարում։ Եվ այդ նույն արդարության սկզբունքով, որ ժողովրդին էլ արդար ինֆորմացիա տեղափոխվի տան, փոխանցեն արդար, որի մեջ ոչ մի վտանգ չի պարունակում եւ ոչ մի գաղտնիություն չկա, ինչպես միշտ կրկնել եմ, համացանցում բաց աղբյուրներում ամերիկյան կողմը միշտ հայտարարել է։ Ես շարունակում եմ Վարդան Ղուկասյանի հանուն արդարության աջակցել, որ նա շուտափույթ կերպով դուրս գա կալանավայրից, քանի որ գործերը շինծու են, բայց մնացած բոլոր գործողությունների մեջ ես մնալու եմ որպես հետևորդ։ Իհարկե ես կատարեմ իմ բլոգերական պարքը, ես կմեկնաբանեմ, բայց այդքանից ոչ ավել։ Վերջում, ինչ եմ ուզում ասել ժողովուրդ ջան, ինձ Վարդան Ղուկասյանի հետևորդներից մեկը շատ է խնդրել, որ դիմելով ժողովրդին ես ցույց տամ այսպիսի մի նամակ, որով որ ժողովուրդ ջան, դուք եթե ցանկանում եք, կարող եք այս նամակով դիմել, չգիտեմ, Ամերիկայի պաշտոնյաներին, ես հիմա ձեզի ցույց տամ, սա էլ աջակցության մի տեսակ է, որը ես չեմ մերժել, ահա, ես այս տեքստը ցույց տամ ժողովուրդ ջան։ Սա օրիգինալ տարբերակն է, անգլերենը, սա Google-ն է թարգմանը հայերեն, ես եմ ցեզ դրել, որ ովքեր որ անգլերեն չեն հասկանում, մոտավորապես պատկերացում ունենան ինչի մասին է խոսքը, ես այս կամաց կիշնեմ ներքև, դուք կարդացեք, եթե ցանկություն ունեք, կարող եք կանգնացնել վիդեոն եւ այսպիսի նամակով կարող եք դիմել Ամերիկայի պաշտոնյաներին, որ ավելի ճիշտ արդար դատեն Վարդան Ղուկասյանին։ Սա էլ Վարդան Ղուկասյանի աջակցի կողմից խնդրված նամակը փոխանցեմ ձեզի։ Սա էլ այդպես։ Ես իհարկե ժողովուրդ ջան ցավում եմ, որ Վարդան Հակոբյանը չկարողացավ տեխնիկական խնդիրների պատճառով հենց ինքը զրուցել Վարդան Ղուկասյանի հետ, այսինքն Վարդան Ղուկասյանը չէր լսում Վարդան Հակոբյանի ձայնը, որտեղ մի երկու բան կար, ես որ կուզենայի, որ Վարդան Հակոբյանը փոխանցեր Վարդան Ղուկասյանին եւ շատ կուզենայի պատասխանը լսեի, բայց մի ինչ որ է ստացվավ, նենց ոնց որ ստացվավ։ Գոնե այս պահին ես հասել եմ իմ նպատակներից մեկին, ապացուցելով, որ Վարդան Ղուկասյանը այդ աշճանի մեկուսացված չի եւ ընդհանրապես համեմատելի չի ոչ Ադրբեջանի հետ, ոչ էլ մի ուրիշ այլ երկրի հետ։ Այսօր այսքանը, ժողովուրդ ջան, այսօր այսքանը, հաջողություն եմ մաղթում Վարդան Ղուկասյանի թիմակիցներին իրենց հետագա քայլերում։ Ստեսություն, հաջողություն, ամենայն բարիք։